Բարև ձեզ, ում եք ուզում։ Աղջիկը տանն է։ Հա, Արև, չհիշեցիր ոչ մի բան։ Ես ձեզ արդեն ամեն ինչ պատմել եմ։ Մեզ պետք է իրականությունը, այլ ոչ թե հեքիաթը, որ որոնեցիր մի ժամվա ընթացքում։ Ես ասացի այն ինչ եղել է։ Իմիջիալը դες ինձ շատ առույգ ու լավ եմ զգում։ Պատրաստ եմ մի երկու օր այստեղ լուսացնել։ Ես քեզ համար եմ ասում, Արև։ Ես ուզում եմ տուն գնալ։ Կգնաս այն ժամանակ, երբ կասես այն, ինչ ինձ պետք է։ Հետո նոր հանգիստ կարող ես գնալ։ Ես չեմ հասկանում։ Դուք հիմա ուզում եք ինձնից լսել, որ ես եմ եղավ, որ գիտեմ Տիգրանը որտեղ է ու թաքցնում եմ, դա ձեզ պետք է։ Հա։ Ես իրոք չգիտեմ։ Նույնիսկ եթե 4 օր ինձ այստեղ պահեք, ոչ մի նոր բան չեք լսելու։ Երբ հիվանդանոցում արթնացա, արդեն ոչ մի բան չէի հիշում։ Մենակ հիշում եմ, որ նախորդ օրը տանը շատ վատ էի ինձ զգում։ Արդեն արյան վարակում էր սկսվել մոտս, ես անգիտակից վիճակում էի, ինքն էլ երևի վախեցել էր ու մեքենայով ինձ որոշել էր հիվանդանոց տեղափոխել։ Ճանապարհին վթար ա եղել։ Տիգրանը անհետացել է, ես չգիտեմ ինքը որտեղ է։ Ես այդ արդեն 100 անգամ լսել եմ։ Դե ուրեմն թողեք տուն գնամ։ Խնդրում եմ ձեզ, թողեք տուն գնամ։ Վիլենը հաստատ ամեն ինչ կանի, որ օգտագործի այս պահը իր շահիրեն, չէ որ հարցը Գևորգի կյանքին ա վերաբերվում։ Հայրն էլ նա էլ գիտեն, որ տիկին Սոֆին ոչինչ չի խնայի որդու կյանքի համար։ Նրանք ամեն ինչ կանեն, որ ստանան ինչ ուզում են։ Մենք արդեն խաղի մեջ ենք մտել։ Հիմա պիտի տարբերակներ մտածեմ այս խաղից չոր դուրս գալու համար։ Գևը ինձ երբեք չի ների, եթե իմանա, որ նրանց օգնությանն եմ դիմել։ Պիտի ուրիշ բան մտածեմ։ Չէ կատարում, ինչի եմ ես տանը։ Սոֆի, դու քեզ շատ վատ ես զգացել հիվանդանոցում։ Շտապօգնությունով բերեցին, սրսկեցին, քնեցիր։ Մարմարը ինչի՞ց թույլ տվել, որ տենց բան անեմ։ Ես պետք է հիմա հիվանդանոցում լինեմ, Գևորգի կողքին։ Ինչ ա եղել։ Ձյանա, դու ես տուն բերեմ։ Դուք ձեզ վատ եք զգացել։ Ձյանա, ինչի ես տենց բան արել։ Ես հիմա պետք է Գևորգի կողքին լինեմ հիվանդանոցում։ Տիկին Սոֆի, դուք հիվանդանոցում չեք կարող լինել, ուշաթափվել եք այնտեղ։ Ես հիմա ջուր կբերեմ։ Տիկի Սոֆի, հանգստացեք, մենք միասին կգնանք հիվանդանոց, լավ, ես ձեզ կտանեմ։ Աղջիկը տանն է։ Ոչ։ Չես խաբում, Մորքուր։ Էդ ինչ ձևով եք խոսում ինձ հետ։ Քեզ ով ա թույլ տվել այդ տոնով ինձ հետ խոսես։ Ախպոր պես, Մորքուր ջան, չմտնեմ էլի ես ինքս դուք եմ, եթե տունն է, ասա թող գա, առանց էդ ժամանակ չունեմ։
Ինչ ես ուզում դու իմ աղջկանից? Ինչ գործ դու կարող ես ունենալ իմ երեխայի հետ, հա? Տատի ջան, հետի քո գործը չի։ Ես ու Արևիկը մեր հարցեր ունենք։ Եթե տունա թողա, ես ժամանակ չունեմ, էլի։ Քեզ ասում եմ գնա այստեղից։ Եվ ընդհանրապես մոռացիր այս տան ճանապարհը ու մյուս անգամ երբեք այստեղ չհայտնվես։ Լավ, ինչ ասեցի, այ Բորքուր ջան, դες ջղային անում ես։ Կգնամ։ Գնա քեզ ասում եմ, հանգիստ թողեք իմ աղջկան, հանգիստ թողեք իմ Արևիկին։ Ինչ գործ ունեք դուք իմ Արևիկի հետ։ Գնացեք այստեղից։ Ջերմությունս նորից բարձրանում է։ Աստված իմ ինձ դեղա, պետք է ինչ վատ եմ։ Մեն ոնց ես։ Վատ։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Ոտքս ցավում է, ջերմությունս բարձրանում է։ Կարաս գնաս։ Բերկած գնա։ Բայց իմացի, որ մենք էլի ենք հանդիպելու։ Սա դեռ վերջը չի, ամեն ինչ նոր սկսում։ Մտածիր ասածներիս մասին։ Դա քեզ համար շատ կարևոր է։ Խոսեցիք բժշկի հետ։ Խոսեցի։ Ոչ մի դրական տեղաշարժ։ Կարող ենք մտնել մոտը։ Չէ, չեն կարող։ Ցավեր ունի անդադ ներարկումներ են անում, որ քնի։ Երեք Վիլենին եմ տեսել։ Նորից։ Հա, ինքն էր զանգել։ Համաձայնեց։ Չէ։ Հայրն է։ Ես չէ էլ կասկածում, որ երկրում է։ Ուղղակի չի ուզում գալ եւ վերջ։ Եվ մենք երկուսս էլ գիտենք պատճառը։ Ես հույս ունեի, որ քեզ մոտ ինչ-որ բան կստացվի, բայց հասկանում եմ, որ հիմա պետք է հույսը դնեմ միայն ինքս ինձ վրա։ Տիկին Սոֆի, գուցե սպասենք։ Դուք ինքներդ եք ասում, ոչ առաջին, ոչ էլ վերջին հրաշագործը չի այդ մարդը։ Գուցե ուրիշ մասնագետ գտնենք կամ արտերկրից հրավիրենք։ Գուցե նա էլ չկարողանա օգնի Գևորգին։ Ջանա, ինչի սպասեմ։ Ձեռքերս ցալած նստեմ ու սպասեմ, որ տղայիս հետ մի բան լինի։ Չէ, պետք է մի բան մտածել։ Վիլեն իր օգնության դիմաց այնպիսի բան է ուզում, որ եթե Գևորգն իմանա ինչ գնով ենք նրան դուրս բերել այս վիճակից, երկուսիս էլ չի ների։ Ինձ հիմա միայն իմ տղայի կյանքն է հետաքրքրում։ Ուրիշ ոչ մի բան։ Ես ամեն ինչ կտամ։ Թքած ունենամ այդ փաստաթղթերի վրա։ Եվ ինձ համար մեկ է, թե հետո ինչ կասի եւ ինչ կմտածի Գևորգը։ Թող նեղանա։ Ում ես սպասում։ Հետևում ես ինձ։ Նույն համալսարանում ենք սովորում, նորմալ է, որ պիտի հանդիպենք։ Իսկ լացել ես։ Քեզ ինչ, քեզ պիտի բացատրություն տամ, Վիլեն։ Գևին է սպասում։
Կլինի ինձ հանգիստ թողնես, Վիլեն։ Եթե Գևին է սպասում, ասեմ իմանաս, նոր արևիկի հետ գնաց։ Դիան, չես հոգնել սենց սպասելուց, ծածրանալուց, հա? Ես Գևորգին չեմ սպասում։ Խապում ես։ Լսի, կլինի ինձ հանգիստ թողնես, ինչ ես ուզում։ Գևը քեզ չի սիրում, չես հասկանում։ Դու որտեղից գիտես, ինչ ես խառնվում նրան, ինչը քեզ չի վերաբերվում։ Որովհետև դու ինձ համար մեկ չես, ես քեզ սիրում եմ։ Դու ինձ պետք ես, Դիան։ Իսկ Գևի համար մեկ է, դու կաս թե չկաս։ Ինքը ընդհանրապես քեզնով չի հետաքրքրվում։ Մի շարունակե, կլինի։ Ինձ հետ մնա, Դիան։ Երբեք։ Վիլեն, հերիք է ինձ հետ հանդիպումներ փնտրես։ Եթե անգամ դու վերջին տղամարդը մնաս, ես ճարահատյալ անգամ քո հետ չեմ մնա։ Հասկացար։ Գնա ստեղից։ Գնա։ Ինչ ես ուզում ինձանից, Վիլեն։ Ինչ ես դու հայտնվում են ժամանակ, երբես ընդհանրապես ոչ ոքի չեմ ուզում տեսնել։ Ինչ ես անպայման ուզում քեզ վիրավորեմ, հա։ Որովհետև ես հույս ունեմ, որ դեռ ուշ չի ու դու կողես սխալդ։ Ես չեմ սխալվել։ Դիան, վաղը քո արսանիքն է, դու հիմա պետք է երջանիկ լիներ Գևի կողքին, իսկ դու այստեղ նստած լացում ես։ Բոլոր աղջիկների մոտ էլ էսպես է։ Ես ուզում եմ մենակ մնալ, մտքերս հավաքել։ Շատ կարևոր օրվանից առաջ։ Բոլորին կխաբես, բայց ինձ չէ, այն մարդուն, ով քեզ ամենաշատն է սիրում։ Վերջ տուր, խնդրում եմ, Վիլեն։ Ինչի չես ուզում ինձ մի շանս տալ, հա։ Ինչ չունեմ ես, որ ունի Գևը։ Արի ինձ հետ Գերմանիա։ Վաղը ես պիտի գնամ։ Պապային կասեմ քեզ էլ լիազորագիր կուղարկի։ Միասին կսովորենք, աշխատենք, Դիան։ Ես քեզ պետք եմ, դու էլ ինձ ես պետք։ Ես պլաններ ունեմ քեզ հետ կապված։ Դու Գևի կողքը երջանիկ չես կայնի, ինքը քեզ չի սիրում։ Միշտ հիշի։ Եթե տղամարդը կնոջը չսիրեց, այդ ընտանիք երբեք չի դառնա։ Իսկ Գևը քեզ չի սիրում։ Դիան, արի գնանք հենց հիմա։ Հենց հիմա։ Դու ինձ պետք ես։ Ես պատրաստ եմ քեզ ներել, քեզ ընդունել։ Ներել։ Հա, որովհետև դու ինձ արամարել ես, ինձ մերժել ես։ Որովհետև ես քեզ չեմ սիրում, Վիլեն։ Որովհետև ես Գևին եմ սիրում։ Ու ոնց դու ես պատրաստ իմ կողքին լինել իմանալով, որ ես քեզ ատում եմ, տենց էլ ես եմ պատրաստ Գևի կողքին մնալ։ Ես գիտեմ, որ Գևը ինձ կսիրի, ես պատրաստ եմ դիմանալ, ես ամեն ինչ կանեմ դրա համար։ Քո կողքին մնալով ես Գևին չեմ կարող մոռանալ։ Ես քո կյանքը դժոխքի կվերածեմ, Վիլեն։ Ես ոչինչ չեմ ուզում, ոչ քեզ, ոչ քո հոր փողերը, ոչ քո հոր անունը, ես ընդամենը ուզում եմ Գևի կողքին մնալ ու ես գիտեմ, որ Գևը ինձ կսիրի։ Ես վստահ եմ, ես ամեն ինչ կանեմ դրա համար։ Գևը մի օր ինձ կսիրի ու կգնահատի իմ սերը։ Դու հիմար ես։
Ոչինչ։ Կգա մի օր դու կզղջաս։ Անպայման կզղջաս։ Չի գա այդ օրը։ Գայանը արավի երբ տուն կգա։ Չգիտեմ, բալես, չգիտեմ։ Հիմա հիվանդանոցում, հա։ Տիկին Գայանը ինչ է ո՞մ։ Աննա ջան, դու գնա խոհանոց, ճաշը պատրաստ է։ Քեզ համար ճաշ լցրու ու ինքդ էլ կեր։ Սովորդ չմնացա, ես ինձ մի քիչ լավ չեմ զգում։ Ես ձեզ կօգնեմ։ Արի, ուզում եմ այստեղ նստեմ։ Տիկին Գայանը, որ մյուս անգամ էլ գնաք արևի մոտ ինձ էլ կտանեք։ Կտանեմ, բալես, կտանեմ։ Արևը սա, հաստատ արևը սա։ Ես կբացեմ։ Արև, արևը սա։ Արևը սա, բալի սա։ Արևը սա, կավ, բալի սա։ Նստի, տեսնեմ, նստի։ Այ։ Ոնց ես։ Լավ եմ, հիմա լավ եմ, որ դու կողքս ես, ես ուրեմն լավ եմ։ Անհանգստացել ես, չէ։ Աննային էլ հաստատ վախացրել ես։ Արև ես ոտքդ ինչ է եղել։ Բան չի անջան կանցնի։ Դու ոնց ես։ Գիտես ոնց էի կարոտել։ Անդադ քո մասին էի մտածում։ Ես էլ քեզ էի շատ կարոտել, գիտես ինչքան էի զգում քո կարիքը։ Արև, իսկան ժամանակ ոստիկանություն պահել էին քեզ։ Հա։ Գիտես ոնց էի վախեցել, ուզում էի գան ոստիկանություն։ Մնացել էր դու գայր հասնեի ոստիկանություն։ Վախենալու բան չկա, ես ինչ որ գիտեի պատմեցի, չնայած առանձնապես պատմելու բան էլ չկար։ Արև ջան, այդ աղջիկը, այդ Աննան ախր ամեն ինչի ընդունակ է։ Խնդրում եմ, ես հիմա հեճի վիճակի չեմ, ոտքս ահավոր ցավում եմ, գնում եմ պարկեմ։ Ես քեզ կօգնեմ։ Տիկին Գայանը դուք էլ պարկեք, դուք էլ եք ձեզված զգում։ Հա, Նույնը ոչ մի փոփոխություն։ Սոֆի, եթե պետք է, ես կարող եմ խոսել բժշկի հետ։ Ինչ պետք է փոխվի քո խոսելուց հետո։ Չգիտեմ, ինձ արդեն դուր չի գալիս այս անտարբեր վիճակը, անենց տպավորությունը, որ բժիշկները ոչ մի բան չեն անում։ Պապ, սա անտարբերություն չի։ Գևորգի մոտ նոր խնդիրներ են առաջացել, ու վիճակն ավելի է բարդացել։ Ինչ խնդիրներ։ Ինչ-որ բան կա, որի մասին ես չգիտեմ։ Գևորգի մոտ զարգանում է ոսկրային հիվանդություն, որը բավականին վտանգավոր է։ Այ քեզ բան։ Ու մենք հիմա մեջ պիտի անենք, որ հիվանդությունը քրոնիկական չդառնա։ Պետք է Գևորգին բերենք ստաբիլ վիճակի ու դա չի ստացվում։ Ինձ կներեք։ Սոֆի, եթե ինչ-որ բան ինձանից կախված է, ես պատրաստ եմ։ Եթե պետք է դրսից արտասահմանից բժիշկ հրավիրել, խնդիր չկա։ Առայժմ ոչ։ Պետք է սպասել։ Մինչև վիճակը մի քիչ կայանանա, հետո կասեն ինչ անենք։
Նստի։ Ապրես բալես։ Ուրիշ բան պետք չի։ Չէ։ Կներես ինձ։ Չեմ ուզում մտածես, որ մոռացել էի քո մասին։ Հավատա։ Տենց պահ չի եղել, որ չմտածեմ ձեր մասին։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Ես գիտեմ, որ դու հասկանում ես։ Դու շատ խելացի աղջիկ ես։ Հիմա կարևորը այն է, որ դու մամա հետ կողքին ես։ Հենց բան պետք լինի ինձ կկանչես։ Արև, ինձ ես վատ էի լինում, դու ինձ ասում էիր, որ քնեմ ու ամեն ինչ կմոռանամ։ Հիմա որ դու էլ քնես, ամեն ինչ կմոռանաս։ Ճիշտ ես։ Տենց էլ կանեմ։ Լավ, դե ես գնամ քեզ չխանգարեմ։ Սոֆի, ես կարող եմ կապ հաստատել արտասահմանյան բժիշկների հետ, ցանկացած մասնագետի հետ, եթե պետք է։ Կարծում ես ես դրա մասին չեմ մտածել։ Բայց բժիշկները ասում են, որ դա ավելորդ քաշքշուկ կլինի։ Քանի դեռ չի կայունացել Գևորգի վիճակը, հնարավոր չի հստակ դիագնոզ տալ եւ սկսել բուժում։ Ամենից ցավալիներն է, որ մարդ ուզում է օգնի իր հարազատին, բայց անսոր է։ Ես շատ շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ քո օգնությունն ես առաջարկում։ Դա ինձ համար արդեն հոգեբանական օգնություն է։ Գիտես, ես ինձ մենակ չեմ զգում, իսկ դա շատ կարևոր է։ Ես Գուրգենին խոստացել եմ, որ ձեզ մենակ չեմ թողնի, ու ես իմ խոսքն եմ անում։ Շնորհակալ եմ։ Սոֆի, անկախ ամեն ինչից, անկախ վերջին իրադարձություններից, ես գիտեմ, որ դու Գևորգին ընդունում ես որպես քո տղա։ Գիտես, ցավը ամեն ինչ մոռացնել է տալիս։ Չես պատկերացնի, թե ոնց է Ձիանն տառապում, անընդհատ Սյունին կողմը վազում։ Սիրում է Հայկ։ Անմոռատ սիրում է տղայիս։ Ես դա տեսնում եմ, հասկանում եմ, գնահատում եմ եւ գիտեմ, որ այդ սերը կփրկի Գևորգին։ Հուսանք։ Ես վախենում եմ։ Շատ եմ վախենում։ Քեզ համար եմ վախենում, քո կյանքի համար եմ վախենում։ Ես արդեն անզգա եմ դառել։ Ամեն ինչի հետ կարողանում եմ հարմարվել։ Ցանկացած փորձության կդիմանամ, բայց եթե քեզ մի բան լինի, եթե քեզ իմ պատճառով մի բան լինի, ես չեմ դիմանա։ Ես ինձ երբեք չեմ ների։ Երբեք չեմ ների, որ քեզ մենակ եմ թողել, չեմ ների, երբեք չեմ ների։ Ձիաննան ինձ բոլորովին դուր չի գալիս։ Ձիաննա։ Վախեցա։ Ինձանից, թե մեկ ուրիշից, որ հանկարծ չլսի հեռախոսային խոսակցությունդ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հետևում ես ամեն քայլիս։ Պարտավոր եմ, որ նորից սխալ թույլ չտաս։ Տիկին Սոֆիին մենակ ես թողել։ Չէ, ուղեկցեցի բուժքույրերի սենյակ։ Իրեն վատ էր զգում, ճնշումն են չափում։ Մաման ո՞նց է։
ամեն ինչ անում ես, որ շեղես թեման։ Ինչ թեմա։ Ինչի ես անընդհատ թաքուն խոսում վախվորած մկան նման։ Ես թաքուն չեմ խոսում։ Արդեն քանի անգամ նկատեցի, որ կամ առանձնանում ես, կամ շշուկով ես խոսում։ Ես հիվանդանոցում եմ, չեմ կարող գոռալով խոսել։ Ում հետ ես այդքան խոսում, Ձիաննա։ Գործնական խոսակցություն է, պապ։ Դու ավելավա գնատուն ու կնոջդ համոզի, որ գոնե մի անգամ ձևի համար գա ու նստի տիկին Սոֆիի կողքին։ Ոչ զանգում է, ոչ գալիս է, ես ամաչում եմ իրա փոխարեն։ Մայրդ լավ չի։ Ու եթե մտածում ես, որ իրեն լավ ես զգում, բայց չի գալիս, չարաչար սխալվում ես։ Դու կարող ես գոնե մի անգամ զանգել ու իմանալ իր որպեսությունը։ Կներես, ժամանակ չունեմ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Աննա ջան, ուզում եմ Արևիկի համար ապուր եփել։ Կօգնես ինձ։ Տիկին Գայանե, հիմա երբ Արևը տանն է, կարող եմ ձեզ մի բան խնդրել։ Իհարկե։ Ինձ կտանեք հիվանդանոց։ Հիմա երևի Արմանը մտածում է իր մասին, մոռացել եմ։ Ուղղակի ես մենակ չեմ կարող գնալ։ Աննա ջան, բալես, անպայման կտանեմ, իհարկե կտանեմ։ Մենակ թե ոչ այսօր, հա։ Խնդրում եմ մի օր էլ դիմացիր։ Տեսնում ես Արևիկի վիճակը ինչ վատ է։ Ուզում եմ նրան խնամել, նրա կողքին լինել։ Վաղը անպայման կգնանք։ Իսկ կարելի է Լյուսիին զանգել։ Ինչի՞։ Դե ինքը համար է թողել ու ասել է հենց իրա կարիք ունենամ զանգեմ։ Ես ուզում եմ զանգեմ ու իրա խնդրեմ, որ գա ինձ հիվանդանոց տանի։ Դե թե համար է թողել, ասել է կօգնեմ, զանգի բալես, զանգի։ Լավ։ Դե լավ, ես գնամ խոհանոց ապուրը պատրաստեմ։ Ես հեսա կգամ։ Հա, այլ։ Ալո, Լյուսի։ Անդու ես։ Ես եմ։ Ինչ-որ բան ա եղել։ Դու ինձ ասեցիր, հենց պետք լինես զանգեմ, ասեցիր, որ կօգնես ինձ։ Հա, ասա ինչ-որ բան ա եղել։ Կարող եմ քեզ մի բան խնդրել։ Աննա ջան, առանց խնդրելու, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ինձ կարող ես Արմանի մոտ տանել հիվանդանոց։ Ես խոսել եմ հեռախոսով բժիշկի հետ, ասեց Արմանը արդեն լավ է։ Իսկ կլինի ես իրան ինքս տեսնեմ, ուզում եմ համոզվեմ, որ լավ է։ Ինքը առանց ինձ հաստատ վատ կզգա իրան, հաստատ կլացի։ Խնդրում եմ, կարաս ինձ Արմանի մոտ տանես։ Աննա ջան, առանց խնդրելու։ Ես մի կես ժամից կգամ Արևենց տուն։ Դու պատրաստ կլինես, լավ։ Շնորհակալ եմ։ Տիկին Սոֆի։ Ինձ հանդիսով Ձիանա։ Պետք է Վիլենին զանգել ու պետք է անել են ինչ ուզում է։ Լյուսինա։ Բարև ձեզ։ Բարև Լյուսի ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Դու ինչպե՞ս ես։ Լավ եմ, մերսի։ Հանան, պատրաստ ես։ Գնամ պատրաստվում կամ։ Լավ։ Գնանք Արմանի մոտ, հուսով եմ այսօր լավ կլինի, միանգամից հետներս կբերենք։ Այ, Աստված ջանդ լսի։ Շատ տանջվեց երեխան։
Նստի Լուսի, նստի։ Համիջև պատրաստ։ Արև, բարև։ Դա երբ ես եկել։ Մի քանի օր առաջ։ Իսկ ոտքդ բան չկա կանցնի։ Ամեն ինչ կարգին է։ Ես ինձ մեղավոր եմ զգում կատարվածի համար։ Դու մեղավոր չես։ Դու չգիտեիր, որ թյուրիմացություն ա եղել, ես էլ չափից շատ խառնվեցի իրար։ Ես քեզ պիտի չհանդիպեի, որտեղ էիր այսքան ժամանակ։ Եկել ես Աննային Արմանի մոտ տանես։ Հա, տանեմ հիվանդանոց։ Ես մի որոշ ժամանակ չեմ կարող երեխաներով զբաղվել, բայց հենց լավ եղավ, մենք քեզ էլ չենք անհանգստացնի։ Վստահ եղի, որ պատրաստ ես արդեն։ Ինձ համար նեղություն չի։ Հուսով եմ էլի կհանդիպենք։ Լավ մնացեք։ Հաջողություն։ Բոլորովին քրոջը նման չի, որ դու այստեղ չէիր մեզ շատ է օգնել, հատկապես երեխաների։ Երևի մեղավոր ազգում իրան։ Խեղճը տանջում է։ Արման ջան, այլ մի քանի գթալ ուտենք, հա, որ կաթիլային միացնենք։ Չեմ ուզում։ Ուզում եմ քուրիկս կա իմ մոտ։ Այ եթե ուտես, ես քեզ խոսք եմ տալիս, կզանգեմ, քուրիկը կգա, հա։ Խաբում ես։ Բայց եթե չուտես, արագ չես առողջանա, քուրիկը որ գա քեզ հիվանդ տեսնի, շատ կտխրի է։ Քուրիկ։ Ոնց ես։ Լավ է, բայց այ որ չի ուտում, այդ լավ չի արդեն։ Ինչի չես ուտում։ Ուզում եմ դու ինձ ուտացնես։ Լավ, անդե դու իրան կերակրի, ես գնամ կաթիլայինը բերեմ միացամ, հա։ Ոնց ես Արման։ Լավ եմ, բայց ինչի շուտ չէր գալիս։ Ես եմ մեղավոր Արման ջան, ես շուտ չեմ բերել։ Բայց կարևորը որ հիմա միասին ենք, չէ՞։ Կարևորը հիմա ես քո հետ եմ։ Այսօր ինձ ձեր հետ տուն կտանեք, չէ՞։ Ես կխոսեմ բժիշկի հետ, եթե բժիշկը ասի, անպայման մեզ հետ տուն կտանենք քեզ։ Եղավ։ Դե հիմա կեր խոստացել որ կուտես։ Աննա ջան, մինչև դու կերակրես, ես գնամ բժիշկի հետ խոսեմ, գամ, լավ։ Լավ։ Որ սովար, չէ՞ քուրիկ։ Չէ։ Նենց համովա։ Դու էլ կեր քուրիկ։ Չեմ ուզում աղբի։ Սա արդեն լավացել եմ, կարում եմ արդեն աստեմ։ Դե լավ է։ Օգնի Գևին։ Խոսիր պապայիդ հետ։ Ես կանեմ ինչ ուզում ես։